Երեխաների օբստրուկտիվ բրոնխիտը տարածված երևույթ է ամբողջ աշխարհում, վերջին շրջանում նաև մեզանում։ Վիճակագրությունը փաստում է, երեխաների հիվանդությունների շարքում առաջին տեղում են շնչառական համակարգի տարատեսակ հիվանդությունները։ Վիրուսային ինֆեկցիաները վերջին 3 ամսվա ընթացքում հատկապես ուղեկցվում են սուր օբստրուկտիվ բրոնխիտով եւ ծանր թոքաբորբերով, որոնք իսկապես ընթանում են ծանր, առաջանում է հիվանդի մոտ դժվարաշնչություն, հեվոցներ, ներքաշումներ եւ բարձր ջերմություն։ 3-ից 5 օր ջերմությունը պահպանվում է բարձր թվերի վրա, որի համար անհրաժեշտ է դեղորայքային բուժում, նույնիսկ անտիբիոտիկոթերապիա են կիրառում, որպեսզի բուժումը լիարժեք կատարվի։ Պարզաբանենք տերմինը՝ օբստրուկտիվ բրոնխիտ։ Բրոնխիտ է կոչվում բրոնխների լորձաթաղանթի բորբոքումը։ Շատ հաճախ բորբոքային այս պրոցեսը նպաստում է մեծաքանակ լորձի առաջացմանը, որը թանձրանալով խթանում է բրոնխների անցանելիությունը, ասել է թե օդի ազատ շարժումը, իսկ օբստրուկցիա տերմինով են կոչվում խողովականման ցանկացած օրգանի խցանումը։ Օբստրուկտիվ բրոնխիտի պարագայում հազը պաշտպանիչ մեխանիզմի դեր է կատարում։ Հազը թույլ է տալիս շնչուղիներից հեռացնել կուտակված լորձն ու թեթևացնել շնչառությունը։ Օբստրուկտիվ բրոնխիտը իրենից ներկայացնում է ծանր վիրուսային ինֆեկցիա, որի ժամանակ ախտարվում են բրոնխները եւ առաջանում է դժվարաշնչություն, հեվոցներ, շնչական անբավարարություն եւ հազ, որը տարբեր տարիքի մոտ ընթանում է տարբեր ձևով։ Նորածինների մոտ, հատկապես 1-2 ամսականների մոտ, օբստրուկտիվ բրոնխիտի ժամանակ երեխան հազի միջոցով չի կարողանում հեռացնել խորխը, դրա համար առաջանում է դժվարաշնչություն։ Խորխաբերների ազդեցության տակ ճիշտ է, ջրիկանում է, բայց հիմնականում էլի չի կարողանում հանել։ Դրա համար պետք է ստանա համապատասխան բուժում։ Իսկ 5-6 տարեկան երեխաների մոտ ավելի հեշտ է ընթանում այդ հիվանդությունը, որովհետև դրա ժամանակ իրենք կարողանում են հազի միջոցով հեռացնել խորխը, մանավանդ երբ որ ջրիկանում է խորխը։ Օբստրուկտիվ բրոնխիտի առաջացման պատճառները։ Դրանք հիմնականում 3-ն են՝ ալերգիա, վարակներ եւ մանրեներ։ Այս 3 պատճառներից ամենատարածվածը վարակներն են։ Օբստրուկտիվ բրոնխիտ հիվանդության առաջացման մասին են խոսում արտաքին հետևյալ գործոնները։ Երեխան թուլանում է ու դառնում կամակոր, անկում է ապրումախորժակը, ի հայտ են գալիս հազ ու շնչահեղձություն, երեխան իրեն անհանգիստ է պահում ու ցանկանում է մշտապես մայրիկի գրկում մնալ։ Երբեմն այդ թոքաբորբերը եւ բրոնխիտի հետ միասին ախտարվում են նաեւ աղիները, այսինքն հիվանդի ստուլը դառնում է հաճախակի, ջրիկ եւ լորձոտ։ Ինտեստինալ սինդրոմ է գումարվում բրոնխիտների ժամանակ բրոնխիտին։ Սա վիրուսային ինֆեկցիաներին բնորոշ չէր, բայց վերջի շրջանում տեղի ունենում նման կլինիկական պատկեր։ Այս կամ այն աստիճանի օբստրուկցիայով է ուղեկցվում գրեթե ցանկացած բրոնխիտ, ուստի երեխաներին օբստրուկտիվ բրոնխիտից սկսում են բուժել միայն արտահայտված կլինիկական ախտանիշների դեպքում։ Ի տարբերություն սովորական բրոնխիտի, օբստրուկտիվի պարագայում գերակշռում են շնչառական անբավարարության ախտանիշները՝ ցիանոզ, կապտախտ, սուլող շնչառություն, գիշերային խռմփոց, անգույն դեմք եւ այլն։ Եթե օբստրուկտիվ բրոնխիտը ժամանակին չի բուժվում, շատ արագ նա անցնում է ծանր թոքաբորբերի, որը բերում է երկկողմանի օջախային թոքաբորբերի առաջացման, որը պահանջում է ստացիոնար բուժում։ Հիվանդանոցային պայմաններում տվյալ հիվանդը պետք է բուժվի։ Շատ ծնողներ սխալմամբ կարծում են, թե երեխայի վատ ինքնազգացողությունը կարող է պայմանավորված լինել միայն մարմնի բարձր ջերմությամբ, սակայն հարկ է իմանալ, որ օբստրուկտիվ բրոնխիտի դեպքում երեխան կարող է եւ չունենալ բարձր ջերմություն, ուստի վերոհիշյալ ախտանիշների արտահայտման դեպքում հարկավոր է երեխային անհապաղ ներկայացնել բժշկին։ Դիմելով բնակչությանը, հատկապես փոքր երեխա ունեցող մայրերին, որոնք երբեմն լսելով հարևանի երեխան բուժվել է սիժ դեղորայքով, իրանք նույնպես շարունակում են զբաղվել ինքնաբուժությամբ, որը սխալ է։ Սխալ է այն առումով, որ տվյալ հիվանդի վրա տվյալ անտիբիոտիկը կարող է չօգնել, բայց մյուսին կարող է օգնել։ Այդ պատճառով պետք է դիմել անպայման բժշկի, ինքնաբուժությամբ չզբաղվել, որը բերում է վիճակի ծանրացման եւ խորացման։